այստեղ եւ որքան ժամանակ։ Սաիդա Պողոսյան, այսօր ավելի քան դժվար է խոսել, որովհետև երեկվա դեպքից հետո Դավիթին ցավալին այն էր, որ մենք ամբողջ ընթացքում այստեղ ենք եւ գիտենք, որ Դավիթին պատրաստվում են տեղափոխել եւ միջև այն ժամը, որ արդեն աշխատանքային ժամ չէր, եւ երբ որ մենք այստեղից արդեն շարժվեցինք դեպի տուն ժամը 8-ը, նոր Դավիթին հիվանդանոցից տեղափոխեցին բանտ, որը անընդունելի է, Դավիթի առողջական վիճակը դեռ մնում է ծանր եւ շատ ցավալի է, որ մեր իրավապահ մարմինները այս խնդիրը վերաբերվում են բառերն էլ եմ արդեն այնքան հուզված են, որ այնքան չունեն համարձակություն ասել ոչ կատարվող իրավիճակին, որովհետև Դավիթը նախ 18 տարեկան է, գտնվում է շատ վատ վիճակում, տեղափոխել են բանտ, սայլակի վրա նստած, գլուխը չի կարողանում բարձրացնել անկողնից, լույսի նկատմամբ շատ զգայուն է, այսինքն իր առողջական վիճակը այնքան վատ է եւ այդ վիճակով տեղափոխել բանտ, այն էլ 18 տարեկան տղայի, որ չես հասկանում ինչ է արել, այդ անընդունելի է։ Մեր պահանջն է շարունակում մնալ, փոխել խափանման միջոցը։ Մենք այստեղ ենք մնալու մինչև ամսի 17-ը, ապրիլի 17-ը, ժամը 11-ից մինչև ժամը 8-ը։ Ոնց հասկացանք, այդ ժամը 8-ից հետո են ինչ որ անում են, մինչև 8-ից հետո են անում, մինչև դա ոչ մի գործողություն չէր արվել։ Ցավով պետք է ասեմ, որ մինչև այս պահը նաև չի տրամադրվել ամբողջ գործի նյութը, որպեսզի փաստաբանները կարողանան ուսումնասիրել եւ հիմնավոր ապացույցներով ապացուցեն, որ Դավիթը մեղավոր չէ։ Ես խնդրում եմ, կոչ եմ անում, ովքեր որ ունեն անգամ 5 րոպե ժամանակ գան այստեղ կանգնեն եւ ի աջակցություն Դավիթի մայրիկին եւ ավելի ճիշտ Մինասյան եղբայրներին, այնպես չի, որ մյուս եղբայրը, որ հիմա տանն է, ավելի ազատ է, դեռ շարունակվում են այդ ճնշումները եւ առողջական խնդիրները։ Ես այնպեսի տպավորություն եմ, ոնց որ հատուկ են Դավիթին դրել այս վիճակում, որպեսզի եւ հասարակությունը, եւ ծնողները ավելի վատ զգան։ Այսինքն մենք ոչինչ այս պահին այնքան անզոր են ընտանիքը, որ միակ տարբերակը, որ հիմա կարողանում ենք օգտագործել, սա է, ասեմ, որ շատ տարբեր նախաձեռնություններ, երիտասարդներ տարբեր միջոցառումներ են պատրաստվում անել, որի մասին ավելի ուշ կհայտարարվի եւ շատ շնորհակալ եմ, որ միշտ լրագրողները ուշադրության կենտրոնում են պահում եւ լուսաբանում են բոլոր այս խնդիրները։ Իսկ բժիշկները ինչ են ասել, բժիշկների կարծիքը չեն լսել իրավապահները, որ փաստորեն այդ վիճակով տարել են։ Որևէ բժիշկ հանդես եկել է Այո, ցավով շատ ճիշտ նշեցիք, ոչ մի բժշկի չեն կարող այսօր խնդրել կամ համոզել, բերել, ասել, որ դու փաստերի հիման վրա ասա, որ տղան իսկապես շատ ծանր վիճակում է գտնվում եւ անհրաժեշտ է, որ շարունակի մնա հիվանդանոցում։ Գիտեք, այնքան հեշտ է ենթարկվել օրվա օրենքին, բայց մեր այն խղճի առաջ, որ Դավիթի ամեն վայրկյանը կյանքին վտանգ է սպառնում, մենք պատասխանատվություն չենք վերցնում։ Աստված վճանի Դավիթի մի բան պատահի, մենք երբեք մեզ չենք կարող ներել, որովհետև հասարակությունը այսօր անտարբերություն նման իր համար ապրում է, բայց Դավիթի տեղում կարող ենք մեկ յուրաքանչյուրս լինել, մեր զավակները լինենք եւ ոչ ոք ապահովագրված չէ դրանից։ Սաիդա, մի քանի հարցեր, նախ իրեն հիվանդանոցից դուրս են գրել հիվանդանոցը, ոչ թե իրավապահները, այսինքն հիվանդանոցը համարել է, որ կարող է տեղափոխել բանտ, ձեր կարծիքով, եթե իհարկե տեղյակ եք էլի մանրամասն իր առողջական վիճակից, որտեվ մեկ շաբաթ շարունակ գլխապտույտներ եւ անընդհատ գլխացավեր ուներ, բայց փաստորեն հիվանդանոցի Նաիրի բժշկական կենտրոնը նկատի ունեցել, որ կարող է բանտում տեղափոխվել մնալ, բանտում էլ ըստ առողջապահության նախարարության հսկողության տակ է։ Արդյոք կարող է բանտում մնալ հսկողության տակ մի մարդ, որը որ չի կարողանում նստել։ Մանավանդ որ գիտենք, որ 9 ամսականից հենց այս նույն հիվանդանոցում, այսինքն այդ հիվանդանոցը քաջատեղյակ է այս տղայի խնդիրների մասին, այո, եւ ավելի շատ 4 տարեկանից ավելի սրացել է հիվանդությունը եւ ուղեկցող շատ հիվանդություններ ունի։ Բնականաբար իմ կարծիքն է այստեղ, որ Դավիթը պետք է շարունակեր մնալ հիվանդանոցում եւ պետք է պահանջենք, որպեսզի խափանման միջոցը փոխվի։ Այլ տարբերակ այս պարագայում չեմ տեսնում։
Ձեր կարծիքով ինչու հիվանդանոցում չի կարող գտնվել բժիշկներից կողմից, հատկապես երբ նախարարությունը վստահեցնում է, որ կարող է։ Գիտեք, մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, որ հիվանդանոցային բանտի հիվանդանոցները ինչպես են վերաբերվում մեր հիվանդներին եւ քաղ բանտարկյալներին։ Դրա վառ օրինակն է Վահագն Չախալյանը, մեր մյուս սրբազաններ, այսինքն մենք ոչ մի երաշխիք չունենք, որ Դավիթը այնտեղ գտնվելով ապահով վիճակում է գտնվում։ Այնպես որ պետք է շարունակել ճնշումները, պահանջել, որ փոխվի Դավիթի խափանման միջոցը։ Այս պարագայում ոչ մի բան չկա, այն բոլոր փաստարկները, որ իրենք բերում են։ Այսինքն, եթե մի ապացույց լիներ, որ Դավիթը իսկապես մեղավոր է, բոլորս մենք ինքը Սինձանից սկսած նեղություն կխնդրեինք եւ կխնդրեինք Դավիթին թույլ տալ տանը անցկացնի։ Բայց այստեղ ոչ մի ապացույց չկա եւ մեր բոլորի կոչն է, որ Դավիթի խափանման միջոցից այն կողմ ոչինչ մեզ չի հետաքրքրում։ Միակ տարբերակը, որ բոլորս էլ կարող ենք բոլոր մայրերով նորից, չգիտեմ, ստորագրահավար, երաշխավորում, որ չեմ կարծում Դավիթը ինքը հետո բերման է ենթարկվել եկեղեցուց։ Թույլ տան երեխան աղոթի։ Ինքը չեմ կարծում այնպիսի մեծ հանցանքներ պետք է գործի, որ նույնիսկ այն բավականին ծանր հանցագործություն կատարած մարդկանց խափանման միջոցները այլ են լինում։ Իսկ 18 տարեկան տղայի խափանման միջոցը այն էլ էսպիսի խիստ վերաբերմունք, դա անընդունելի է։ Մի քանի որ փաստաբան այստեղ չի, իրեն կհարցնենք, բայց քանի որ դուք եք այստեղ, նրան հարվածող անվտանգության աշխատակցի այդ տեսանյութերի եւ առհասարակ քննություն կատարվում է այդ հարվածի։ Ցավոք ոչինչ չի կատարվում, ձեզ ուրիշ օրինակ էլ բերեմ, եկեղեցում, ովքեր որ ներկա են եղել, շատ հավատացյալներ, հավատավորներ, ովքեր պատրաստ են վկայություն տալի օգտին Դավիթի, անգամ այդ վկայությունները չեն վերցնում։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Մենք երբ ենք տեսել, որ ինչ որ մեկը պատժվի, Սոնայի դեպքը, նախորդ օրը կատարված էլի դեպքը, այս դեպքը, այսինքն դեպքերը այնքան շատ են, որ մեկի մասին չի խոսել։ Եվ ես չեմ կարծում, որ ինչ որ մեկը այս գործով կպատժվի բացի Դավիթից։ Իբան դուք երեկվանից այստեղ եք եկել, այսօր էլ ցուրտ է, ոնց մնացիք երեք, այսօր ոնց եք պատրաստվում։ Շատ դժվար էր, բայց մեզ աջակիցները են, մայրիկներ են, հայրիկները, ովքեր անտարբեր չէին, իրենց անգամ ներկայությունը մեզ ջերմացնում է, ինձ համար էլ շատ դժվար է, բայց քանի որ որոշել եմ մինչև ապրիլի 17-ը լինել այստեղ, աջակցել Դավիթի ընտանիքին եւ չեմ պատրաստվում նահանջել, ինչքան էլ որ ցուրտ լինի։ Դավիթի համար կարծում եմ հիմա ավելի ցուրտ է։ Շատերն են դիմում, որ Դավիթին անձնապես ճանաչում եմ, ոչ Դավիթին եմ ճանաչում, ոչ իր դասարանցիներից որևէ մեկին, ոչ մայրիկին եմ ճանաչում։ Ուղղակի ես ինձ պատկերացնում եմ Դավիթի տեղում, եթե իմ երեխան էլ հայտնվեր այնտեղ, ինչ կլիներ եւ ինձ ավելի շատ նեղացնում է մարդկանց անտարբերությունը։ Ես չեմ կարող անտարբեր լինել Դավիթի մայրիկի եւ Դավիթ Մինասյանների եղբայրների ընդհանրապես։ Նենց չի որ մյուս եղբայրը հոգեպես ավելի լավ վիճակում է գտնվում։ Նախապես հայտարարվել է ակցիայի մասնակիցների շատերը ծնողներ են լինելու։ Որպես քաղաքացի, որպես ծնող, Դավիթի դեպքի հանգուցալուծումը ինչ ենթադրությունների առիթ պիտի տա ձեզ հավաքվածներին։ Ամեն մեկը գալիս է այն հույսով, որ իր ներդրումը եւ մեկ մարդու ձայնը, մեկ մայրիկի հոգատարությունը կփոխանցվի եւ հանգուցալուծումը միայն նայեն Դավիթը թե արդարացվի, փոխվի խափանման միջոցը եւ արդարացվի, այլ տարբերակ մեզ համար ընդունելի չէ։